Բարև ձեզ, շնորհակալ ենք, որ այս տարբերակով համաձայնեցիք 1-2 հարցի հետ կապված ձեր խոսքը փոխանցել եւ այսպես տեսնում եք, թե ինչպես են իրենք հետեւողական իրենց արշավը գրոհը շարունակում հայ առաքելական եկեղեցու դեմ։ Խնդրեմ այս մասով ձեր տեսակետը եւ նաեւ սրան զուգահեռ վաղաշաբաթում ընտրություններ են, խնդրեմ։ Բարև ձեզ, շնորհակալ եմ հարցազրույցի համար։ Խոսենք այս նոր 21-րդ դարի Նիկոլի հնարած պատարակների մասին, որտեղ հաղորդություն ստանալու համար մի քանի 100 թիկնապաններով մարդը գնում է հաղորդություն ստանալու։ Կարծես թե Ադրբեջանն է գրավել, Բաքվում պատարակ է նշանակել եւ իր անվտանգությունից ելնելով այդ խայտառակությունը, այդ ծիսակարգը, այդ դեվահարված ինչ որ սարկավակներով, դպիրներով, արդեն կարգավիճակ չունեցող քահանաներով բեմադրություն է անում։ Բայց ամբողջ խնդիրը նա է, որ այս ամենը նա կազմակերպում է, որպեսզի իրեն հանեն շպրտեն դուրս։ Սա այնքան խնդիրներ է իր վզին վերցրել, որ ինքնուրույն չի կարող տալ հրաժարական եւ փախչել, պահկվել կամ պետք է ինքնասպան լինի, որը լավագույն տարբերակն է։ Կամ իրեն պետք է հեռացնել, որ ինքը փորձի արդարանալ, որ ուղղակի զրկվեց իշխանությունից եւ չկարողացավ այդ սատանիստական, այդ ամբողջ ծրագրերը կոչվող գլոբալիստների կյանքի կոչեր վերացնելու մի ողջ պետություն, դե մեկը վերացրեց մի ազգ եւ ամենակարևոր ինստիտուտներից մեկը ամբողջ աշխարհակարգի մայրցամաքի դա հայ առաքելական եկեղեցին է, որը գոյություն ունի 1700 տարի։ Դրանից ավել աշխարհում դա քրիստոնեությունն է, Աստծո գալը դեպի մարդկություն իր որդու Հիսուս Քրիստոսի կերպարով։ Եվ այս շան որդին նա պատերազմ է հայտարարել Աստծուն, այդպիսի բան արել է սատանան, որը եղել է առաքյալներից սրբերից մեկը, այսպես ասենք, որը ըմբոստացել է Աստծո դեմ եւ պարտվել, ջախջախվել ու եկել տեղավորվել է մեր մոլորակի վրա, որտեղ ապրում ենք նաեւ մենք Աստծո կողմից ստեղծված։ Եվ չկա աշխարհում այդպիսի ուժ, որ ինքը կարողանա առաջին պարտության մատնել, հաղթել, դա ցնորված, ցնդված, խփնված մեկը պետք է լինես, որ նման բան նույնիսկ մտածես, եւ դա ինքը շատ լավ հասկանում, ամբռնում է այդ ամեն ինչը։ Դրա համար ինքը իր հետ հանցակից է սարքում մյուսներին, քանի որ նա իր հարազատների վրա թքած ունի այդ իր կողքինները, այդ ծիսական արարողության մասնակիցները, իրան ընդհանրապես հետաքրքիր է բացարձակ, թե նրանց հետ հետագայում նրանք կարող են պարսավանքի ենթարկվել, կարող են նրանց ընտանիքները քանդվել, կարող են ընդհանրապես լքել այս մեր սուրբ հողը թքած ունի ինքը այդ ամեն ինչի վրա։ Սա հատուկ կազմակերպում անում է, քանի որ ամենահզոր կառույցին է մարտահրավերն է դու մի ձևական էլի կապիկություն, որ իրան մոտ անհնար է որ ստացվի, ինքը մի օր կպայթի ներսից։ Ուղղակի կարտանանք կլսենք, որ գիշերը սատկել է։ Չկա այդպիսի բան, հասկանում եք, դա ինքը շատ լավ է հասկանում, բայց քանի որ այն որ ասում է բանը բուրդ է, ինչ որ մի ձևով ուզում է փախչի մեր ժողովրդին գազազեցնի, ընկնեն հետևից, փախնի ասի, այս հենց եղավ, էլի տեսակ ինչերի դեմ գնացի, բայց այսպես եղավ։ Իրեն մոտ ոչ մի բան չի ստացվելու, աշխատ ամիսն մնացել, ինքը կապը կա։ Այո,
ինքը շատ վաղուց էր պատրաստ գնալու, բայց գիտակից մարդիկ հասկանում էին, որ սա այնպիսի փաստաթղթեր է ստորագրել, որ ուղղակի Հայաստանը ինքնուրույն չի կարող այդ պայմանավորվածություններից, այդ փաստաթղթերից հրաժարվել, կասեցնել, կանգնեցնել, սառեցնել եւ մենք ներքին մեր ուժերը մոբիլիզացնենք, արտանանք այս դժողքից, դուրս գանք այս թմբիրից եւ այս այլանդակություններից, որ կատարվում է մեր շուրջ բոլոր բնակավարներում։ Դրա համար պետք է հավելյալ լուրջ ուժեր Ռուսաստանի Դաշնությունը, Միացյալ Նահանգներ, իր չափով Չինաստանը կարևորում եմ, որ այս ամենը կանգնեցվի եւ մեր թշնամիները, ովքեր որ մեզ իրենց թշնամի են համարում, չգիտես ինչու, իրենք են զավթել, օկուպացրել մեր երկիրը, բայց այսօր հարցեր են առաջացնում, որովհետեւ դիմացը ոչ մեկ չկա։ Դա էլ աշխարհի բանն է այդպես։ Հիմա ընկած եզի, հա, դանակավորները շատանում են։ Սա տապալել է մեր ինքնիշխանությունը եւ հիմա ով ինչ կարողանում է պետք է փոկի տանի։ Այս վիճակում են գտնվում եւ կրկնում եմ, որ մեր ուժերով դա դժվար է լինելու, գրեթե անհնարին, բայց մեր համախմբան մոբիլիզացիայի պարագայում եւ ռազմաքաղաքական տնտեսական դաշնակիցների պարագայում ոչ միայն այս հարցերը կանգնեցվի, այլ նաև շատ հարցեր, որ այսօր մենք երազանք ենք համարում, զուտ արցախցիների վերադարձը իրենց այնտեղ մաքսիմալ անվտանգության եւ ինքնավարության այդ հնարավորությունների ստեղծումը, այնպես որ սա համարենք ոչ թե երազանք, այդ երազանքը լավ բան է իդեպ, որ պետք է երազես, որ հասնես նպատակներին, բայց մենք առաջիկայում այն իշխանությունները, ովքեր որ պետք է գան Հայաստանում, ժողովրդի կողմից ձևավորված, նրանց համար սրանք առաջնային օրակարգային հարցեր պետք է լինեն։ Քանի որ մենք խոսեցինք Մայրաթորի Սուրբ Էջմիածինի մասին, նաև անդրադառնանք, որ այսօր տեղական ինքնակառավարման մարմինը արդեն 29-րդ տարին է, 96 թվականի նոյեմբերի 10-ին ձևավորվեց, ես էլ այդ օրը ընտրվեցի հավաքանու անդամ Արաբկիր համայնքում։ Իհարկե, մեր շրջանները մինչ այդ որ կային, նրանք շատ ավելի կենսունակ էին, այնտեղ կային կոլտնտեսություններ, այնտեղ կար սովխոզները, որոնք ունեին տեխնիկա, այնտեղ համաչափ մարդիկ ստանում էին եկամուտ։ Այսօր այդպես չէ, դա շատ վնասեց մեր գյուղատնտեսությանը, մեր ընդհանրապես տնտեսությանը, քանի որ կարելի ասել 2-3 տասնյակ մարդ տիրում են հողերին, հանրապետության մնացածները ինչ-որ մի ձև յոլա են գնում, բայց ինչևէ մենք այս պահին եկեք անդրադառնանք Էջմիածինի վաղարշապատի ընտրություններին, որը արժևում է հաջորդ կիրակի, այս կիրակի արդեն ժամային գոտի ունենք դրա համակարգի հաջորդ։ Տեսեք, մի շատ ցայտուն օրինակ, որը բոլորս գիտենք, 12 թվականին Արաբկիր համայնքում սա ինչ-որ մի գրասենյակ է մտնում տեխնազուներից մեկի, այսօրվա այդ վարչապետ կոչեցյալը, եւ գրասենյակից դուրս աղբամանի միջից հայտնաբերում է ինչ-որ ցուցակներ, եւ դա համարում է, որ այստեղ խախտվել է ընտրական օրենսգիրքը, եւ 13 հոգի դատվեցին այդ գործով։ Դրսի աղբամանի մեջ է հայտնաբերել այդ ցուցակները սա։ Եթե չեմ սխալվում, ազգային ժողովի ընտրություններին է դա եղել 12 թվականին։ Ուրեմն վաղարշապատում հանձնաժողովի անդամը կամ քարտուղարը կամ տեղակալը կամ նախագահը, նրանք բոլորը հավասար
օրենքով սահմանված իրավունքների մեջ են, որ ծառայում են պետությանը եւ օրենքին։ Այն պահից սկսած, երբ իրենք արդեն հանձնաժողովի կազմում են։ Իր տան միջից ինչ որ դպրոցի տնօրենուհի դրած բարեգործական ինչ որ չգիտեմ ինչ, դե ես համել ՀԿ-ի նախագահ եմ, ինչքան մարդ պետք է պատկերացնում եք մեր դպրոցի ողբալի վիճակը, երբ դպրոցի տնօրենը ՀԿ-ի նախագահն, ասում են դե ես համել ՀԿ-ի նախագահ եմ, բայց չբաժանեմ այս օգնությունը։ Բնականաբար դա ընտրակաշառք է, ընտրակաշառք ուղիղ, կոնկրետ գրած, կնիքը դրած։ Իր տան մեջից դրած բաժանում է ընտրակաշառք։ Հանձնաժողովի ինչ որ անդամ։ Պաշտոնը կարևոր չէ, նրանք բոլորը հավասար են օրենքի առաջ։ Եվ օրեր անց, որ այդ օրը արդեն պետք է ձերբակալված լիներ, կալանավորված լիներ, եւ դա բավականին մեծ պատժամկետ է իր մեջ պարունակում։ Ինչ որ օրեր անց քրեական վարույթ են նախաձեռնում, երեք Աշկովս անցավ, որ տնային կալանք եւ այլն։ Այսինքն այն խախտումները, ինչի մասին սա հետույքը պատրելով, լրփանալով 6 տարի ազգային ժողովում սա խոսեց, այդ զիբիլ, հիշեցի, զիբիլիքս էր կոչվում, զիբիլիքսի գործ։ Զիբիլիքսի գործ ինքը զիբիլ հալով, զիբիլի միջից գտել էր ցուցակ։ Ու 6 տարի սա հաչած այդ ազգային ժողովի ամբիոնից։ Այդ բաները, ցուցակները։ Մարդը դրած իր տան մեջից հանձնաժողովի անդամը, դպրոցի տնօրենը, ԿՊ անդամը բաժանում է կաշառք, դա այդ պահին կաշառք է ինքը։ Ընտրակաշառք։ Չէ՞ որ մարդկանց ձերբակալում են ինչ որ արտահայտության համար, որ տասնյակ ձևերով կարելի է մեկնաբանել, տասնյակ։ Այսինքն յուրաքանչյուրը կարող է դա ընկալել այնպես, ինչքան ինքն է փչացած դիմացինի արտահայտությունը, կամ ինչպես ինքն է ընկալում, կամ ինչքան որ նրա կրթությունն է թույլ տալիս, բայց տեսնում եք իրենց մոտ ամեն ինչը դա ոչինչ, իրենց կարելի է։ Այնպես որ լավ են անում, որ մասնակցում են, այս նույն ակտիվությամբ պետք է մասնակցել նաև ազգային ժողովի ընտրություններին, եթե տերը մի հատ գավազանով չտա գլխին սրանց ընդհանրապես ջարդուփշուրանի, բայց կտա, ժամանակին կտա, իր այս գործողություններով նաև ինչ որտեղ, սա նաև լավ գործ է անում եկեղեցու համար, լավ մաքրում է մեր եկեղեցին, լավ։ Ինչքան ագենտ, ինչքան ծախու, ինչքան դավաճան, ինչքան սրիկա, կան, տեսեք հերթով դիմակները, դեմքները բացում են, հերթով։ Սրա համար նման ագենտուրայի բացահայտման համար իրեն իրոք գովեստի է արժանի, որովհետև սրա համար տասնյակ տարիներ են հարկավոր, որ ապացուցվի, որ այս մարդը ինչ վանական ծառայող, ինչ քահանա, սա դավաճան սրիկա է, որ եկել սղոսկել մտել է մեր հոգևոր դասի մեջ, բայց տես ինքը սենց հերթով բացելով գնում է, այդ որ ասում թքած ունի բոլորի վրա, բայց լավ է եկեղեցու համար։ Այս կեղտաջուրը կմաքրվի, էլի մի 1700 տարի իր գործը կանի։ Սա ապես են դուրս եկել մեր հավատքի դեմ եւ ջարդուփշուր եղել, ջախջախվել, բոլորը վերացել են, եկեղեցին մնացել է։ Ցանկանում եմ, դիմում եմ սիրելի վաղաշապատցիներին, մեր հայրենակիցներին, բոլոր արժանապատիվ մեր վաղաշապատցիներին, ովքեր որ այնտեղ են, ակտիվ լինեն, մասնակցեն, գնան ընտրություններին, պաշտպանեն իրենց ձայնը եւ այնտեղ մի քանի ընդդիմադիր տեխնացուներ ունենք, Խաչիկ Մանուկյան, Սևակը Խաչատրյան, Մայր Հայաստանից իմ ընկերներից Դավիթը կա, ես առաջի համարին ուղղակի չեմ ճանաչում, չգիտեմ, բայց Գրիշա երևի։ Թող իրենց ով է հոգեհարազատ, իրենց ձայնը տան արժանապատիվ մարդիկ, որոնք ապրել են, ապրում են եւ ապրելու են Վաղարշապատում, Հայաստանում, մեր սուրբ հայրենիքում։ Իսկ առաջիկա խորհրդարանական ընտրությունների, որի ստարտը կպնտվել է,
մի շատ կարևոր բան կա։ Հանգամանք, որ մենք շատ ուշադիր պետք է լինենք դրա։ Դա մոբիլիզացիան է, փակել բոլոր այն բաները, sense ասեկոսները, խոսակցությունը, բա դու հիշում ես, բային վաղ դրանք ամբողջը պետք է վերանալ։ Գտնել քեզ մոտիկ, օքեյ հարազատ, չեմ ասում ծրագիր բաները անցնենք, էլի դրանք։ Քեզ հարազատ մարդիկ, որտեղ տեսնում ես գոնե առաջի 5-10 մարդը արժանավոր մարդիկ են, իրենց ապրածով, իրենց գիտելիքներով, իրենց մասնագիտական փորձառությամբ գնալ եւ ինչ որ ձևով օգնել։ Ուզում ես մասնակցես, քննարկի առաջարկությունը տարա, ուզում ես վստահված անձ լինես, ուզում ես դիտորդ լինես, ուզում ես քարոզիչ լինես, ուզում ես բուկլետ բաժանես, ոչ մի բան չես ուզում, գնա, բայց ձայնդ մի տուր, առաջի հերթին Արամ Զավերի Սարգսյանին, նոր երկրորդը Նիկոլին։ Այն մնացածները նրանք են քրչուփալասները, դրանց մասին չարժել խոսել, բայց առաջինը պետք է այդ հանրապետություն կոչված այդ խայտարակությունը վաղարշապատում կանգնած Մանվել Գրիգորյանն են հայհոյում իր մոտ մի երկու ինչ որ չգիտես ինչ, հա ինքներ լուրջ կանգնած լսում է, էլի այդ տղային 1-2 անգամ նես տեղեր եմ տեսել, այդ թող ինքը հիշի, որ վարչապետ ժամանակ մի օր եկավ Երևանի ալրաղած գործարան Լևոն Սարգսյանի կաբինետը մի քանի նախարարների հետ միասին եւ ինչ ձևով ենք մենք իրան այնտեղից դուրս շպրտել իր ամբարտավան եւ խուժան անշնորհ պահվածքի համար, լակոտական պահվածքի համար։ Ես իրեն դա հաստատ հիշեցնելու եմ շատ շուտով ազգային ժողովի ընտրությունների նախաշեմին։ Ինչ իրեն թույլ տվեց եւ ինչ ձևով թքեցինք վրան հանեցինք դուրս։ Խոսքում մասին է։ Արամ Զավենովն այ։ Կասեմ անպայման եւ ձեզ եմ տալու այդ հարցազրույցը։ Ես դա խոստանում եմ, դա կլինի ազգային ժողովի ընտրությունների առաջ, որ այդ անշնորհ հոպլով ես բազմիցս ներկայ եմ եղել հասկանում հոպլով Շուշանաս հացը դրել ենք արդեն սա որ աներ այսօր անգլենա այնտեղ ինչ-որ չգիտեմ պաղ կաֆեի հարց են քննարկում շոշափելով Մանվելը մահացել է ողորմի Մանվելին Գրիգորյան հսկայական ներդրում ունեցել մեր հայրենիքի ազատագրման համար Սարիկա դու այնտեղ կանգնած այդ քանի ինչ որ խավորություններ կան Վազգենը Սարգսյանն ինչ ձև էր վերաբերվում Մանվել Գրիգորյանին ամենա մեծ ներդրում ունեցող իր խստության որովհետև պատերազմի ժամանակ խիստ չեղար պարտված ես դու արդեն ջախջախված ես ու այս լակոտը կանգնած այնտեղ մի երկու լակոտ էլ իրեն ներկայացնում են ամսի 17-ին ով երկաթապետ եկեք տարեք, ես քանդելու ենք, մենք նոր կաֆե սարքենք մեր համար։ Իշտեքդ քացախ, ծոծորակներդ կտենակ, դուք հաղթանակ չեք տեսնի վաղարշապատում։ Ընդհանրապես ոչ մի տեղ չեք տեսնի Հայաստանում արդեն ձեր ամբողջ ստերը, ձեր կեղծիքները, ձեր մանիպուլյացիաները, այդ անցավ, այդ մի ժամանակ էր որ մոլորեցրեցիք, սենց խափելով, ստելով, թուրքական փողերը բերելով, գործանելով, իբր թե ինչ որ բա, մեր գյուղում ասում 30 տարի ճամփա չեղել, հեսա սարքեցին։ Այդ ինչ վատ է որ չի եղել լավ ճանապարհ, բայց դուք հասկանում եք որ այդ որտեղից այդ փողերը գալիս, այդ գումարները գալիս Եվ ինչի համար են դա ծախսում են, որ իրենց գենտին պահեն իշխանության, որ գրավեն մեր ամբողջ երկիրը, մեր գերեզմանները, մեր տները, մեր ամեն ինչը։ Զրկեն մենք պետք է ասորիների պես թափառենք ամբողջ աշխարհում։ Շնորհակալություն, պարոն Շահինյան։ Ձեզ եմ շնորհակալ։